Ցայք հեռուստաընկերության եթերում մեր ինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Բերլին պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Գայանե Պետրոսյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ Ալա ջան հրավերի համար։ Բժշկուհի, այսօր մենք խոսելու ենք մի շատ տարածված թեմայի մասին, այն է ճարպակալում։ Այո։ Կխնդրեի նախ հենց սկզբում ներկայացնեիք ինչ է իրենից ներկայացնում ճարպակալումը։ Ձեր թույլտվությամբ մինչ բուն թեմային անցնելը փորձեմ մի փոքր վիճակագրական տվյալներ բերել։ Այն, որ 1980 թվականից ի վեր ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում կրկնապատկվել է, իսկ երեխաների շրջանում եռապատկվել։ 2016 թվականին աշխարհում 1.9 միլիարդ մարդ տառապել է ավելորդ քաշով, որից 650 միլիոնը ունեցել են ճարպակալում։ Ինչ է սպասվում մեզ ապագայում։ Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիայի տվյալների համաձայն 2035 թվականին բնակչության մոտ 51%-ը, գրեթե 4 միլիարդ մարդ կունենա ավելորդ քաշ եւ ճարպակալում, որից 383 միլիոնը երեխաներ են եւ 4 միլիարդից 2 միլիարդը զուտ ճարպակալում։ Սա կարող ենք ընդունել որպես ահազանգ։ Այո, իհարկե։ Նշեմ, որ ճարպակալումը խնդրահարույց է նաև Հայաստանում եւ կանխատեսումներից ելնելով 2030 թվականին կանանց 52.1% եւ տղամարդկանց 31.3% կունենան ճարպակալում։ Օգտվելով առիթից ասեմ, որ օրացույցում մարտի 4-ը նշվում է որպես ճարպակալման դեմ պայքարի միջազգային օր, որը ունի իհարկե իր կարևոր խորհուրդը, այն է իրազեկել ողջ հանրությանը ճարպակալման եւ իրենից բխող բարդությունների մասին եւ հորդորել իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները այդ չարիքից ազատվելու համար։ Այո, ճարպակալումը այսօր դիտվում է որպես պանդեմիա, այն դարձել է 21-րդ դարի առողջապահության առաջնային մարտահրավերներից մեկը, պահանջելով համալիր եւ համակարգված փոփոխություններ։ Օրվա մարտի 4-ի օրվա կարգախոսն է համակարգերի փոփոխություն առողջ կյանք, այն ընդգծում է տարբեր համակարգերում փոփոխությունների կարևորությունը, առողջ ապրելակերպի հասանելիությունը ավելի մատչելի դարձնելու համար։ Թեև մարտի 4-ից ավելի քան 1 տարի, 1 ամիս անցել է, այնուամենայնիվ մենք այդ իրազեկումը կարելի է նաև ամեն օր հասցնել։ Այո, բնակիչներին, որովհետև ձեր խոսքը արդեն իսկ ես ընդունեցի որպես անում ենք որպես բժիշկ, Ալա ջան, դա էլ հենց անում ենք, ամեն օր մենք իրազեկում ենք ողջ հանրությանը կարելի է ասել։ Ցավոք սրտի շատերը ճարպակալումը դիտարկում են զուտ որպես արտաքին տեսքի խնդիր եւ իրականացնում են բազմաթիվ էսթետիկ միջամտություններ այդ խնդրին լուծում տալու համար։ Մինչդեռ ճարպակալումը իրականում շատ ավելի լուրջ առողջական խնդիր է, այն իրենից ներկայացնում է քրոնիկ բազմագործոն հիվանդություն, գործոններից մի փոքր ավելի ուշ կխոսենք, որը ուղեկցվում է ավելորդ ճարպի կուտակումով օրգանիզմում։ Ինչ ասել է ավելորդ ճարպ։ Չէ՞ որ ճարպը օրգանիզմին անհրաժեշտ է եւ մեր օրվա ռացիոնում մենք պարտադիր պետք է ունենանք ճարպի չափաբաժին։ Սակայն բոլորիս հայտնի է, որ մենք էներգիա ստանում ենք սնվելու միջոցով, որը մեզ անհրաժեշտ է աշխատելու, սովորելու, մեր սեփական կարիքները հոգալու համար։ Սակայն երբ ընդունվող էներգիան ավելի շատ է, քան ծախսը, այն վերածվում է ճարպի, այսպես կոչված պահեստային ռեսուրսի, որը սկսում է կուտակվել օրգանիզմում, հիմնականում ենթամաշկում։ Այս հյուսվածքներից գոյանում է բանկ, որտեղ կուտակվում է չօգտագործված էներգիան։ Սակայն երբ ենթամաշկային դեպոները լրացվում են, իսկ սննդային էներգիան շարունակում է ընդունվել, ճարպը արդեն այստեղ սկսում է կուտակվել որովայնի խոռոչում ներքին օրգանների շուրջ, առաջացնելով աբդոմինալ կամ վիսցերալ ճարպակալում, որը ամենավտանգավորն է առողջության տեսանկյունից եւ ցավոք սրտի շատ հաճախ
ավարտվում է մահով։ Ճարպակալումը բազմագործուն հիվանդություն է, ինչպես նշեցինք, որտեղ կարելի է առանձնացնել 3 հիմնական կարևոր գործոններ։ Առաջին գործոնը դա վարքագծային գործոններն են, երբ անհատը վարում է անառողջ ապրելակերպ, անբավարար ֆիզիկական ակտիվություն, ես կասեի նույնիսկ բացակայություն, այստեղ քնի խանգարումը կամ պակասը կարող են բերել ճարպակալման, որովհետև քնի պակասը բերում է հորմոնալ բալանսի խաթարման, որն էլ բերում է ախորժակի բարձրացման եւ բարձր կալորիականություն ունեցող սննդի նկատմամբ պահանջարկի բարձրացման։ Հաջորդ գործոնը դա կենսաբանական գործոնն է, այստեղ մեծ դեր ունի ժառանգական գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև մի շարք էնդոկրին խանգարումներ, որոնք բերում են ճարպակալման, եւ երրորդը դա արտաքին միջավայրի գործոններն են, մեծ դեր ունի այստեղ սոցիալ-տնտեսական պայմանները, այսինքն ինչ է դա իրենից ներկայացնում, առողջ սննդի հասանելիության եւ ֆիզիկական ակտիվության հնարավորությունների պակասը ցածր եկամուտ ունեցող խավերի համար։ Երկրորդ ընդհակառակը անառողջ սննդի հասանելիությունը բոլոր խավերին եւ ինչպես նաեւ քաղաքային պայմանները, որտեղ մենք չունենք համարյա թե մեծ տարածքներ, ազատ, անվտանգ, կանաչ գոտիներ, որն էլ բերում է ֆիզիկական ակտիվության այդ հնարավորությունների պակասին։ Այդ տեսեք շատ դեպքերում ասում են դժվար ես ճարպակալեմ, որովհետև հա յուղոտ բաներ չեմ ընդունում կամ սնվում յուղոտ բաներով, դա համապատասխանում է իրականությանը։ Ուրեմն ես ասեմ, պատկերացրեք այդքաներ չի համապատասխանում, որովհետև ուղղակիորեն կապված է սնվելու հետ ճարպակալումը, ինչպես ես արդեն նշեցի, ավելորդ կալորիաների հաշվին այդ վերածվում է ճարպի, ճարպն էլ կուտակվում է օրգանիզմում։ Նախկինում որպես այդպիսին չի ախտորոշվել ճարպակալում, իսկ հիմա հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ այն ունի իր կոդը, ենթակոդերով հանդերձ։ Ճարպակալումը ախտորոշվում է ելնելով մարմնի զանգվածի ինդեքսից, այն իրենից ներկայացնում է քաշի հարաբերությունը հասակի քառակուսուն, եւ եթե գերազանցում է 30 կիլոգրամ մետր քառակուսին, ապա ախտորոշվում է ճարպակալում։ 25-ից մինչև 29.9 կիլոգրամ մետր քառակուսին համարվում է ավելորդ քաշ, ավելցուկային քաշ։ Այո, ԱՀԿ-ի տվյալների համաձայն մարմնի զանգվածի ինդեքսով ենք մենք ախտորոշում ճարպակալումը, սակայն որոշ դեպքերում մարմնի զանգվածի ինդեքսը կարող է բարձր լինել ի հաշիվ մկանային զանգվածի։ Այս դեպքում մենք կիրառում ենք այլ ուրեմն չափումներ, չափում ենք որովայնի շրջագիծը, որը էլի ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե տղամարդկանց մոտ գերազանցում է 102 սանտիմետրը, իսկ կանանց մոտ 88 սանտիմետրը, միանշանակ ախտորոշվում է ճարպակալում, սակայն վերջին IDF-ի տվյալներից ելնելով տղամարդկանց մոտ 94 սանտիմետր, իսկ կանանց մոտ 80 սանտիմետր գերազանցելու դեպքում ախտորոշվում է ճարպակալում։ Երեխաների մոտ մի փոքր այլ կերպ է ընթանում ախտորոշումը, մենք առաջնորդվում ենք պերցենտիլներով, առանձնացնում ենք տարիքային խմբեր, մինչև 5 տարեկան եւ 5-ից 19 տարեկան, մինչև 5 տարեկան երեխաների մոտ, եթե մարմնի զանգվածի ինդեքսը գնահատում է ֆիզիկական զարգացման ստանդարտների մեդիանը 2 ստանդարտ շեղումով, ախտորոշում ենք ավելորդ քաշ, իսկ 3 ստանդարտ շեղումով գերազանցելու դեպքում ախտորոշվում է ճարպակալում եւ 5-ից 19 տարեկան երեխաների մոտ, երբ մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է այդ մեդիանը 1 ստանդարտ շեղումով, ախտորոշվում է ավելցուկ քաշ եւ 2 ստանդարտ շեղումով գերազանցման դեպքում ախտորոշվում է արդեն ճարպակալում։ Կոնկրետ առաջացման պատճառները բացի այդ սննդային, հա, սննդակարգից, որոնք են համարվում մասնագետների կողմից։ Ինչպես արդեն նշեցի, ժառանգական եւ գենետիկ նախատրամադրվածությունը մեծ դեր ունի,
էնդոկրին խանգարումները տարբեր, որոնք կարող են բերել ճարպակալման, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումը, ծխելու չարաշահումը, քնի խանգարումը, այո, ստրեսը, բազմատեսակ ստրեսները եւ անառողջ ապրելակերպը, սննդում աղի, ածխաջրերի եւ ճարպերի չարաշահումը, գազավորված էներգետիկ ըմպելիքների չարաշահումը եւ ֆիզիկական ակտիվության պակասը։ Այդ ամենը կարող են բերել ճարպակալման։ Ռիսկի գործոնները որոնք են։ Այո, ճարպակալումը համարվում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն, դրանք են սիրտանոթային հիվանդություններից զարկերակային հիպերտենզիան, սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, ինչպես նաև էնդոկրին հիվանդություններից տիպ 2 շաքարային դիաբետը, հենաշարժիչ համակարգի հիվանդություններից հիմնականում օստեոարտրիտը, խստագույնս տուժում է նաև վերարտադրողական համակարգը, ճարպակալում ունեցող կանայք խնդիրներ ունեն հղիանալու, ինչպես նաև հղիության ընթացքը նորմալ վարելու հետ կապված, այստեղ մեծ է հավանականությունը գեստացիոն դիաբետի զարգացման, որը հաճախ միջոցառումներ չիրականացնելու դեպքում վերածվում է ծննդաբերությունից հետո տիպ 2 շաքարային դիաբետի։ Մի շարք գինեկոլոգիական հիվանդություններն են բնորոշ հղիության ընթացքում, տուժում է պտուղը նաև, պտղի մոտ նկատվում է գերքաշություն եւ այլն։ Տեսեք, դուք նշեցիք տարբեր այսպես ռիսկի գործոններ եւ հետևանքներ։ Հիմնականում ճարպակալմամբ ով է զբաղվում։ Ճարպակալմամբ կարող են զբաղվել բոլոր բժիշկները, եւ ընտանեկան բժիշկները, եւ մանկաբույժները, եւ թերապևտները, եւ ներզատաբանները, եւ գինեկոլոգները, ինքը բազմապրոֆիլ հիվանդություն է եւ պատկերացրեք բոլոր մասնագետները կարող են զբաղվել ճարպակալումով, որովհետեւ բոլոր մասնագետները առնչվում են ճարպակալումից բխող բարդությունների հետ։ Ցավոք սրտի բնակչության մեծ մասը բուժում է արդեն գոյություն ունեցող բարդությունները, որոնք իրականում շատ ավելի ծախսատար են, մինչդեռ ստվերում թողնելով բուն խնդիրը, ճարպակալումը, այնինչ բուժելով ճարպակալումը կվերանան նաև բարդությունները։ Իսկ դա ժամանակի հետ է կապված, այսինքն եթե ուշ են դիմում, եթե վաղ դիմեին, միգուցե չհասներ է։ Կանխարգել են ավելի հեշտ է, քան բուժելը, բնականաբար, բայց պահանջում է ժամանակ, համբերություն, շատերը հիասթափվում են, կիսատ են թողնում, հրաժարվում են բուժումից եւ վերադառնում են բժշկի մոտ շատ ավելի կիլոգրամներ հավաքած, քան ունեին։ Այո։ Իսկ երբ է ճիշտ ժամանակը դիմելու։ Պատկերացրեք հենց ծնված օրից, այո, ծնված օրից կարելի է մտածել, ինչ խոսք ծնողները մեծ դեր ունեն այստեղ եւ կարելի է պայքարել ամբողջ կյանքում, որպեսզի ճարպակալում չլինի։ Ինչ խոսք, ելի եմ ասում, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Ճարպակալում ունեցող անձանց մոտ ուրեմն բացի սոմատիկ առողջությունից խստագույնս տուժում է նաև հոգեկան առողջությունը։ Ճարպակալում ունեցող պացիենտները բազմաթիվ բախումներ են ունենում միջավայրում եւ հարմարվելու եւ ադապտացվելու, այդ ամենը դրսևորվում է իրենց սեփական մարմինը չհավանելով, չճանաչելով, բուլինգներով, դժվար ադապտացիայով միջավայրերում եւ այլն։ Այստեղ ընդհանուր զուգահեռական կարելի է տանել նաև ճարպակալում ունեցող անձանց եւ բազմաթիվ ինֆեկցիաների միջև, նրանք ավելի դժվար են դիմակայում ցանկացած ինֆեկցիայի, քան ճարպակալում չունեցող անձինք։ Շատ պարզ եւ թարմ օրինակ COVID-19, որի ժամանակ ճարպակալում չունեցող անձինք ավելի հեշտությամբ հաղթահարեցին այդ ինֆեկցիան, իսկ ճարպակալում ունեցող անձինք իրենց բարդություններով հանդերձ ցավոք սրտի ունեցան լետալ ելք, այսինքն այդ ամենը ավարտվեց մահով։ Ճարպակալման դեմ պետք է պայքարել միշտ, ճարպակալման մասին պետք է չմոռանալ, որ
Այն իրոք համարվում է տարի պանդեմիան այսօր, այն իրենից չարիք է ներկայացնում, այնպես որ միշտ պետք է մտածել այդ մասին եւ միջոցառումներ իրականացնել դրանից ազատվելու համար։ Ձեր խոսքում նոր նշեցիք, որ պետք է պայքարել անընդհատ կյանքի ընթացքում։ Կթվեք պայքարի մի քանի միջոցներ, որոնք առօրյայում կարելի է այսպես կիրառել։ Շատերը ուրեմն ճարպակալումը հասկանում են ճարպակալման բուժման մեջ հասկանում են զուտ դիետա հասկացողությունը, սակայն դիետան եւ առողջ ապրելակերպը դրանք տարբեր հասկացողություններ են։ Դիետան դա կոնկրետ որևէ սննդանյութերի կրճատումն է, սահմանափակումն է կոնկրետ ժամանակահատվածում։ Սակայն անցնում է այդ ժամանակահատվածը, իրենք անցնում են իրենց նախկին ապրելակերպին եւ հավաքում են նույն կիլոգրամները, նույնիսկ ավելին։ Իսկ առողջ ապրելակերպը ամբողջ կյանքի համար է նախատեսված, որը իր մեջ ներառում է առողջ սնունդ, սննդակարգի շտկում եւ պետք է հրաժարվել մեծ քանակությամբ ճարպերի, ածխաջրերի ընդունումից, գազավորված էներգետիկ ըմպելիքների չարաշահումից եւ վարել ֆիզիկական ակտիվություն։ Ուրեմն այդ օրվա ընթացքում կարելի է արդեն ճարպակալում ունենալու դեպքում գոնե 500 կիլոկալորիա քչացնել դրանց քանակությունը եւ շաբաթական գոնե ֆիզիկապես ակտիվ լինել 150-ից 300 րոպե, ցանկալի է որ այդ ֆիզիկական ակտիվությունը լինի աերոբ տիպի, քանի որ թթվածնի մասնակցությունը այրում է ճարպը, հրաժարվել վատ սովորույթներից, շատերը ասում են քաղցրի պահանջ ունեմ, պետք է շեշտեմ, որ դա պահանջ չի, բնությունը այնքան խելացի է, որ պահանջի դեպքում ինքը լրացնում է այդ պակասը, դա քաղցրամոլություն է, վատ սովորույթ, ինչպես մնացած այլ վատ սովորույթները։ Դա էլ է հանգեցնում ճարպակալման։ Այո, իհարկե, անպայման։ Ինչը բացառենք մեր սննդակարգից, կոնկրետ, անվանական։ Քաղցրը, գազավորված ըմպելիքները։ Քաղցրը, մեծ քանակությամբ ճարպը եւ աղի սնունդը։ Այո, իհարկե ճարպակալման բուժման մեջ այսօր ներառված են նաև շատ թեորայքներ, կարելի ասել, որ վերջին տարիներին էնդոկրին աշխարհում տեղի ունեցավ հեղափոխություն, հայտնվեցին թեղեր, որոնք համարվում են ինկրետինային հորմոններ, դրանք իրականում արտադրվում են մեր ստամոքսաղիքային տրակտում, որոնք կարգավորում են գլյուկոզային նորմալ մակարդակը։ Սակայն այդ թեղերը կիրառելուց նկատվեց նաև քաշի անկում եւ շատ գիտնականներին դա հետաքրքրեց ու բազմաթիվ հետազոտությունների արդյունքում 2023-ից 25 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների սննդի եւ դեղորայքի այդ վարչությունը ճարպակալման բուժման ուղեցույցներում փոփոխություններ մտցնելով հաստատեց այդ դեղաձևերը նաև ճարպակալման դեմ պայքարի միջոց։ Այսինքն դրանք ի սկզբանե նախատեսված էին որպես հակադիաբետիկ դեղամիջոցներ, սակայն այժմ կիրառվում են նաև որպես ճարպակալման պայքարի միջոց, ճարպակալման դեմ պայքարի միջոց։ Դեղորայքային բուժումն է, թե վիրահատական միջամտություն միանգամից։ Ասեմ ես ես, դա նախ համալիր բուժում է ինքը, շատ կարևոր է, ելի եմ կրկնում, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, օգնության կարող են գալ դեղորայքները, թեպետ շատերը հրաժարվում են նաև դեղորայքից ինչի համար, որովհետև սկզբից ոգևորվում են, համաձայնվում են, որտեղ շատ հեշտ է չպահել այդ առողջ ապրելակերպը, ընդամենը նստել ընդունել հաբեր, այո, եւ ընդունել հաբեր, ձերբազատվել ճարպից։ Այո, սակայն նշեմ, որ չկա ճարպակալման բուժման որևէ մեթոդ, ալաջան, որը նման լինի կախարդանքի, այստեղ իրականում յուրաքանչյուր անձ հսկայական անելիք ունի եւ դեղորայքից ինչի էին հրաժարվում, քանի որ դեղորայքը անտանելիություն էր առաջացնում սննդի նկատմամբ, իսկ նրանք, ովքեր շատ էին սիրում ուտել, բնականաբար դա իրենց ձեռնտու տարբերակ չէր եւ բուժման կեսից հրաժարվում էին, թողնում էին անավարտ եւ շատ ավելի կիլոգրամներ էին հավաքում, քան ունեին։
ցավոք սրտի։ Պետք է հրաժարվել նաև էկրանին տրամադրող մեծ քանակությամբ ժամանակից, այո, էկրան ասելով ի նկատի ունեմ հեռախոս, հեռուստացույց, պլանշետ, համակարգիչ, ցավոք սրտի այսօր բոլորը կանգված են այդ էկրանին եւ բնականաբար նստակյաց է իրենց կյանքը, որը ելի բերում է ճարպակալման։ Այսինքն ընդունած կալորիաները դառնում են ճարպ, չեն ծախսվում։ Այո։ Եվ ինչ է պետք անել։ Բուժման կարևոր պայմաններից մեկը նաև որն է, որ մենք պետք է քիչ ուտենք եւ շատ ծախսենք։ Իսկ այդ դեֆիցիտը կլրացվի արդեն մեր այդ վերը նշված չօգտագործված ճարպի հաշվին։ Օրգանիզմը արդեն կսկսի դա ծախսել։ Իսկ հիմնականում որ տարիքային խմբերի մոտ է ավելի շատ նկատվում ճարպակալումը։ Բոլոր տարիքային խմբերում էլ նկատվում է, Ալա ջան։ Ճիշտ ասած, այսօր շատ չեմ խորանում վիճակագրական տվյալների մեջ։ Բոլոր տարիքային խմբերում, ասում եմ, մինչև 5 տարեկան, 5-ից 19 եւ 19+, բոլոր տարիքային խմբերում ճարպակալումը բավականին բարձր ցուցանիշների վրա է։ Միգուցե դա խոսում է հենց ոչ սխալ վերաբերմունքի մասին, կյանքի նկատմամբ սխալ վերաբերմունքի մասին։ Այո, շատերին թվում է, որ այդպես ավելի հեշտ է նստել, ուտել, չշարժվել եւ երկնքից հրաշքներ կընկնեն ու իրենք կնիհարեն։ Ոչ, այս պարագայում ինչ խոսքը, եթե մարդը ջանքեր է թափում նիհարելու համար, օգտագործում է դեղորայքներ ու ոչինչ չի ստացվում, արդեն պետք է, երբ որ մենք ունենք արդեն կոմորբիդ ճարպակալում, արդեն վերջին աստիճանի, բնականաբար առաջարկվում է իրենց վիրահատական միջամտություններ, սակայն դրանք էլ վերջնական արդյունք չեն ունենա, եթե դրանից հետո կոնկրետ պացիենտը չպահպանի առողջ ապրելակերպ։ Բժշկուհի Պետրոսյան, քանի որ արդեն ինձ հուշում եմ, որ մեր հաղորդման ժամանակը մոտեցել է իր ավարտին, ես կուզենամ, որպեսզի դուք որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Որպես մասնագետ եւ ընդհանրապես որպես մարդ ես հորդորում եմ բնակչությանը ամենաչնչին կանգատների դեպքում դիմել համապատասխան մասնագետներին, ոչ թե լսել հարևանների, բարեկամների խորհուրդը, որոնք շատ հաճախ լինում են ոչ նպատակային եւ սխալ եւ ցավոք սրտի ավարտվում են շատ անհաջող ելքերով։ Օգտվելով առիթից ցանկանում եմ բոլորին քաջ առողջություն, իմ ողջ ազգին, հայ ազգին ցանկանում եմ առողջություն, խաղաղություն աշխարհին, մեր երկրին, միասնություն, չգիտեմ, բարեկեցություն, համբերություն եւ այդ բոլորի արդյունքում մենք կկարողանանք աշխարհին ապացուցել, որ մենք կանք պիտի լինենք ու դեռ շատանանք։ Եվ ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ անպայման հրաժարվեն անառողջ կենսակերպից։ Անպայման, դա պարտադիր է։ Դա պարտադիր է։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ, Ալա ջան։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու-Բեռլին պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Գայանե Պետրոսյանին։ Դե ինչ, լինենք աչալուրջ ու հետևողական մեր իսկ առողջության նկատմամբ եթերում Մեդինֆոներ կհանդիպենք։